Հիմա գրողում է Միկան։ Արմեն Շարգելյանը ոսկերչական ճշգրտությամբ գնդակը հասցեագրում է հարվածային հարմար դիրքում գտնվող Արտյոմ Ադամյանին։ Քիչ անց Տուգանայինի իրացումից հետո աննշան բարձր ստացվեց Էմիլիոյի գլխով հարվածը։ Առաջին խաղակեսի ավարտից քիչ առաջ սխալվեց Արարատի պաշտպան Աչեմյանը, ապա կանոնները խախտեց եւ Միկան ստացավ Տուգանային հարվածի իրավունք։ Հանգստից հետո պայքարը բորբոքվեց նոր ուժով։ 56-րդ րոպեին Էդգար Սաֆարյան, Արթուր Մինասյան երկհայլ կոմբինացիայի ընթացքում Արարատի ավագը նրբանկատ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Հովհաննես Հարությունյանին, բայց մի ակնթարթ շուտ գնդակին հասավ Միկայի դարպասապահ Ֆելիքս Հակոբյանը։ Իսկ ահա թե ինչպես բացվեց հանդիպման հաշիվը։ Միկայի ֆուտբոլիստների արդեն մարված գրոհը ակնթարթորեն նորից բռնկվեց Ալբերտ Աչեմյանի սխալից հետո եւ ավարտվեց Արմեն Շարգելյանի ուժեղ ու արդյունավետ հարվածով։ Խնդրեմ, դիտեք այդ պահը։ Կրկին գրոհում է Միկան։ Հրաչյա Միքայելյան ձախ թևից գնդակն ուղարկում է Տուգանային հրապարակ, որտեղ հսկողությունից դուրս մնացած Պավել Յուշկովը չկարողացավ դիպուկ հարված կատարել եւ գնդակը որսաց Գառնիկ Հովհաննիսյանը։ Իսկ երբ հանդիպման ավարտին մնում էր 5 րոպե, ինչպես միշտ Միկայի կազմում ակտիվությամբ ու եռանդուն գործողություններով աչքի ընկնող թիմի ոգին Արմեն Շարգելյանը գերազանց փոխանցումով Արարատի դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս բերեց Արտյոմ Ադամյանին եւ Միկայի հարձակվողը սառնասրտորեն կրկնապատկեց հաշիվը 2-0։ Ընդհանուր առմամբ կոռեկտ պայքարում անցած հանդիպման ամենավերջում փոխադարձ հայհոյանքների համար մրցավար Ճաղարյանը կարմիր քարտով դաշտից հեռացրեց արարատցի Ալբերտ Աչեմյանին եւ միկացի Տիգրան